Մատենադարանի ժապավինաձև հմայելների հավաքածուն համալրվել է 1717 թվականին Կոստանդնուպոլսում տպագրված ևս մեկ օրինակով։ 480 սանտիմետր երկարությամբ գլանաձև իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ և հմայելներին հատուկ աղոթքներ։ Այն Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր հայագետ Իոննա Ռապտին։ Հմայելն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ, բուժիչ նշանակություն։ Այն կախարդական աղոթքներով օժտված մի առարկա է, որը գրողին պաշտպանում է տարատեսակ փորձանքներից։ Մարդիկ գրել են իրենց վրա, գոյություն են ունեցել հատուկ այսպես կտորից, կաշվից տուփեր, որոնք կոչվում են կշտապանակներ, բառը հենց ինքնին հուշում է կուշտը պահելու համար եւ հատկապես երկար ճանապարհորդությունների ժամանակ ու հատկապես առևտրականները դրանք գրել են իրենց վրա եւ օրվա տարբեր պահերին կատարել են ընթերցումներ։ Գլանաձև փաթաթվող հմայելները կազմված են իրար սոսնձված կամ կարված որոշ քանակի գրեթե հավասար թղթերից կամ մագաղատներից։ Դրանց երկարությունը հիմնականում լինում է 600-ից 800 սանտիմետր, որոշ դեպքերում կարող է հասնել նույնիսկ 28 մետրի։ Պարունակում են Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունից հատվածներ, Ներսե Շնորհալու հավատով Խոստովանիմը, Ավետարանից հատվածներ։ Նվիրաբերված յուրաքանչյուր մատյան, ձեռագիր կամ նմուշ նախ եւ առաջ ախտահանվում, որովհետև մասնավոր հավաքածուներում պահվելով կամ անհատ հետազոտողների կամ անհատների մոտ պահվելով այսպես վտանգված են լինում, հատկապես տարբեր սնկային հիվանդություններով եւ այլն։ Մատենադարանը ունի ձեռագիր եւ տպագիր հմայելների մեծ հավաքածու։ Այսօր դրանք մի քանի հարյուրի են հասնում։ Հնագույնը գրված է 1428 թվականին Մուֆարղինում Սիմեոն Դպիրի կողմից։ Ներկայումս ունենք 571 ձեռագիր միավոր, հնագույն միավորները թվագրվում են 15-րդ դարից, իսկ հստակ թվական ունեցողը 1428 թվականին է գրվել եւ կրկին պահվում է Մատենադարանում։ Հավատարիմ իր առաքելությանը Մատենադարանը շարունակում է իրականացնել, այդ թվում ձեռագիր մատյանների տունդարձի արշավը։ Արդեն հուլիսին կբացվի մեկ տարվա հավերժությունը խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն այս տարիների ընթացքում ձեռք բերված ձեռագիր եւ արխիվային հնատիպ նմուշների ցուցադրությունն է, հաշվետվություն մնայուն արժեքների վերաբերյալ։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։